Թերևս իմ ամենասիրելիների շարքից հիշողության թարմացում։ Ընդամենը մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հետևյալը. Ես ընդհանրապես չեմ հանդգնի երբևէ ասել, որ ընտրական օրենսգրքում պետք է փոփոխություն տեղի ունենա, ինչպես դուք ասացիք։ Իսկ այսօր նա զարմանալիորեն ճակատավոր փոփոխություն է մտցնում ընտրական օրենսգրքում։ Եվ սա ոչ առաջին, ոչ երկրորդ, հազարերորդ նրա խոստումն է, որ այս ամբողջ ընթացքում նա տվել է ու հետագայում խախտել է դա, կամ արել է լրիվ հակառակը, կամ ընդհանրապես չի իրականացրել։ Եվ այսօր, երբ ես ավելի խոշոր, կարևոր թեմաների մասին եմ մտածում, նրանց ամենամեծ խոստման մասին եմ մտածում, նրանք մեզ խոստանում են խաղաղություն, ես վախենում եմ պատկերացնել, թե ինչ է լինելու, որովհետև խաղաղության հակառակը մենք գիտենք, թե ինչն է, եւ մենք գիտենք, որ հայերի գլխին ամենաշատ պատերազմ բերածը հենց նա է, ով որ այսօր խոսում է խաղաղությունից։ Սա մի հատ շղթա է, որը որ հնարավոր չէ չտեսնել եւ չնկատել։ Եվ հայ ժողովուրդը իր խոսքը ասելու է, ընտրելու է այն մարդուն, ով որ ինչ խոստանում, անում է, փաստերով, գործերով, ոչ թե խոսքերով։ Եվ ես ընտրում եմ ոչ թե թույլ ժամանակավոր խաղաղությունը, այլ մնայուն եւ ուժեղ խաղաղությունը, ասելով, որ մենք այլևս թույլ չենք լինելու, ասելով, որ մենք ուզում ենք փոփոխություններ եւ այդ փոփոխությունները բերելու է միայն Սամվել Կարապետյանը։